Իսրայելը հարձակվել է Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող ավիաբազային, հաղորդում են սիրիական լրատվամիջոցները։ Իսրայելի կառավարությունը փաստացի հաստատել է հարձակումը, որը խիստ դատապարտել են Թուրքիան և տարածաշրջանում ԱՄՆ դեսպանը։ Իսրայելը 8 ավիահարված է հասրել Իդլիբ նահանգի Աբուլ Ադ-Դուհուր ավիաբազայի թռիչքուղուն և պահեստային օբյեկտներին։ Ըստ աղբյուրի զոհեր չկան։ Սա Իսրայելի առաջին հարվածն է սիրիական կառավարության օբյեկտներին մարտից ի վեր։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է հարձակումը։ Իսրայելը և Սիրիան համաձայնել են անվտանգության ստատուս քվոյի շուրջ, որը Սիրիայի կողմից խախտման եզրին էր, հայտարարել է Նեթանյահուի գրասենյակը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է՝ Սիրիան թուրքական զորքերին Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում տեղակայման թույլտվություն է տվել։ Թուրքիան հայտարարել է հյուսիսարևելյան Էգեյան ծովում և արևելյան Միջերկրականում երկու ազգային ծովային պարկերի ստեղծման մասին, որոնք տարածվում են Թուրքիայի տարածքային ջրերից դուրս, հայտնել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նման մտադրություններն անօրինական են, քանի որ ծովային իրավունքի համաձայն ոչ մի պետություն իրավունք չունի միակողմանիորեն ստեղծել ծովային պահպանման տարածքներ այն շրջաններում, որոնք գտնվում են ազգային իրավազորությունից դուրս, նշված է հայտարարության մեջ։ Ըստ Հունաստանի ԱԳՆ-ի Էգեյան և արևելյան Միջերկրական ծովերում ծովային գոտիների կարգավիճակը միակողմանիորեն փոխելը խախտում է միջազգային իրավունքը և չի նպաստում բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը։ Թրամփը հրամայել է դադարեցնել բանակցությունները Իրանի հետ և պատրաստվում է խիստ պատժամիջոցների, իր աղբյուրներին հղում տալով, հայտնում է CNN-ը։ Սպիտակ տան ներկայացուցիչները վերջերս քաղաքական դաշնակիցներին հայտնել են ռազմավարության փոփոխության մասին, անմիջապես հարված հասցնել Իրանին մոտեցումից, անցնելով երկարաժամկետ հեռանկարում խեղդամահ անել երկիրը մոտեցմանը։ Աղբյուրների փոխանցմամբ կուլիսների ետևում Թրամփը դժգոհություն է հայտնում համաձայնագիր ձևավորող ուղեգծերից, որը Իրանը փորձում է կնքել Օմանի հետ Հորմուզի նեղուցով տեղաշարժի կարգավորման վերաբերյալ։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով ակնկալվում է, որ ԱՄՆ-ն շուտով Իրանի դեմ նոր խիստ պատժամիջոցներ կսահմանի։ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային, հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալի Աբդուլլահին։ Իրանի զինված ուժերը ուշադիր հետևում են ԱՄՆ զինված ուժերի տեղակայմանը Պարսից ծովի պետությունների տարածքում և ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կգնահատվի որպես ագրեսիա Թեհրանի դեմ։ Նրա խոսքով ԱՄՆ ռազմական ավիացիայի, մասնավորապես լցավորող ինքնաթիռների առկայությունը տարածաշրջանային ռազմաբազաներում առանց ընդունող երկրների իմացության խիստ անհավանական է թվում։ Աբդուլլահին նախազգուշացրել է, որ ցանկացած օգնություն կամ աջակցություն ԱՄՆ-ի ագրեսիվ բանակին Թեհրանի կողմից կգնահատվի որպես մասնակցություն ԱՄՆ զինված ուժերի գործողություններին։ Մանուշակ Մելքոնյան, Էպիկենտրոն։